Նենց կուզեի կիսուրս հոսանքով լներ, հենց զգայի ակտիվանումը քաշեի անջատեի։ Այն օրը սալատ էի սարքել, ինձ ասում մեջի վարունգը մեծ էս կտրտե։ Նենց նայեցի խեղճիս ներաշխարը խառնվավ իրար։ Տեքրս էր ընտանիքով եկե, ժողովուրդ մի բան կասեմ ուղղակի, Զանզիբարի գիշատիչները ավելի անվտանգ են, քան դրանց ընտանիքը։ Կիսուրը շատ անամյոկներ անում, բայց տան մեջ ինքը արած դրած ունի, ես էս տան մեջ դեր չունեմ, բան։ Աղջեսի վիզա դրեմ ես սուրանքյունով ցույց տան։ Այս խեղճ մերս տեսավ էլ չեմ ձգում ինձ մինթուն գրանցես դասական մերսման մի քիչ հանգստանա։ Մերսումից ինչ պետք էր ստացա, սկզբից կասկածում էի, բայց հետո 50 րոպե ոնց որ այս կյանքում չլնեի, տիեզերքում էին զգում։ Միանգամից ներս մտա, ասեցին ոնց է սեանսը անցնելու, ինչ անեմ, ոնց անեմ։ Տնաշեններ գիտեք ինչ զգացողություն է, ոնց որ կիսուրի 10 տարով ուղարկես Մոսկվա քրոջմա, դուք էլ ձեր համար խաղախանդ լռվեք։ Սկզբից ասի այ մեր ես կամաչեմ էթամ, բայց ինչ ամաչել, այնց պրոֆեսիոնալ էր ամեն ինչ, չեմ զգացել որ հանվել եմ ու ինչ որ մեկն ինձ կպնում է։ Վերջում էլ անանուխի թե հյուրասիրեցին։ Երեխեքիս ասեմ ամուսնանալուց հետո մեկ էլ լավ որ մարդուս ազգանունը չվեկալի, մեկ էլ լավ որ եկա։ Այնքան լավն էին, այնքան հարգալից էին։